Վստահ եմ, որ բոլորս ունենք ընկեր, որ բոլորին դիսկոմֆորտ է պարգևում։ Սաղս չինական ենք ուզում ուտենք, ինքը խաշ։ Արա խաշ, սաղս կոֆե ենք ուզում, ինքը չայ։ Որոշում ենք տանը լրվեսնենք, ինքը ուզում է քայլի։ Մենք ուզում ենք քայլենք, ինքը որոշում է տանը լրվեսնենք։ Դիսկոմֆորտ մարդ եթե կա, ինքն է։ Բոլորը ֆիլմ ենք ուզում նայենք, ինքը ասում է այդ կինոն նայել եմ։ Հասկանում եք, ինչքան դիսկոմֆորտ է։ Գնում ենք ուրախ մի տեղ նստենք, ինքը զզվանքի դեմքով նստած է։ Ասում եմ ինչ ա եղել։ Բան չէ, սաղ լավ է, դուք կերեք։ Այստեղի եւի դուք հավանում եք, ինձ չեք հաղցրել ուղակի։ Արա։ Ես այդ պահին հասկացա, որ իր հետ ինչ որ միտեղ հաց ուտելը անհնար է ուղակի։ Ուսես մանիպուլյացիաներով ինքը միշտ իր ուզածին հասնում է։ Ինքը այն զզվանքներից է, որ տունը խաշչոցա ուզում ես պատուհան բացես, ինքը ասում է. Ես մրսում եմ, մի բացեք, դիսկոմֆորտ, արա։ Խաղ ենք ուզում խաղանք, ինքը չի խաղում։ Քել չեն խաղում, որտեվ իա պատճառով չեն քերիքում։ Ես այս լույսը կանեմ կշպրտել։ Գիտեմ, իա դեմքին նայելուց ես արդեն դիսկոմֆորտ եմ զգում, հասկանում եք։